Այս պահի դրությամբ Արցախի մայրերը ակցիա են անում կառավարական ամառանոցի դիմաց, մունք մեր խոխորձնեց տղանք ու ոզմնք նաշտանք թա ինչա տեղի ունենալու 40+ դասի դադարեցման պարագայում մարդիկ պարզապես տեստի հայտնվել են փողոցում եւ աճարության մեջ ու այս ահավոր բռնի արտագաղթին պետքա մի ձև պայքարած եւ մի ձև հաղթահարած մունք մեր ձևն ենք փորձում կիրառենք ես հույս ունեմ որ ստեղ օրվա ընթացքում շատ ավելի շատ մամաներ ու երեխաներ են հավաքվելու գոնե մեր դեպքում հույս ունենք որ բիրտ ուժ կիրառվելու չի ոստիկանները կարծես թե մսնի հետ համակարծիքն որ պիտի ամեն ինչ խաղաղ լինի այսին վեր սպասում ենք շատ ու շատ մամաների ու բարիքների մեր խոխեք սոր մսնի հետ պայքարում սա մզետի շատ կարևոր շատ այլ նշանակությամբ ակցիա է, որովհետև ակցիայի բերել քուխոխիտ ու յուրան հետ միասին պայքարել, դա արդեն ինչ-որ ավելի սակրալ բեն է։ Խնդրում ենք բոլոր մամաներին ու իրանց խոխորձը եւ անկախ Արցախցի ընթա Հայաստանի այլ բնակավայրերից են միանշանակ վեճ մին կապ օնեվեճ սա լովչիս պայքարնա ու շատ շնորհակալ կինին վեր շատ մամաներ ու խոխերք միանան մս շնորհակալություն նաեւ այն լրատվամիջոցներին վեր ստեղն հաշվի առնելա վեր սոր Կիրակիա ու շատերը գտնվում են Գյումրիում այնտեղ շտեղվեր ընտրությունները բայց սա ոչ կարևոր կարծում ակցիա վեր էլի ուշադրության կարիք ունե եւ այս ակցիաները պիտի չի մի օրավ երկու օրավ բրծնին պիտի անդադար այնքան խոսենք այնքան հասկացնենք վեր այդ մարդիկ իրանց որոշումը վերանային, որտեղ այդ որոշումից է կախված Արցախահայության ճակատագիրը ու հատկապես վերադարձի իրավունքի իրացումը Արցախ վերադառնալու եթե նպատակ ունենք, ապա նպատակի հասնելու ճանապարհներից մեկը այնա վեր Հայաստանում ապրենք, սոր փորձում են խոչընդոտին մս, փորձում են մս բռնդին մեր մայր հայրենիքից, ինչը վեր պիտի թույլ չտանք։ Մարիամ Սարգսյան Ես ես աթենատ միացանցուցին եւ վստահում վեր բոլոր մամաներին տեսա կարևոր է, որովհետեւ նախ այն օրեն էլ քեզ մանկապարտեզի դիմալ, որպեսզի կարողանամ կամ գործ անեմ կամ խփեմ պահին, իսկ ասում եմ վեր տեղահանվածը առաջնահերթություն չունի, այս դեպքում ուզում հասկանամ ո՞ն է առաջնահերթություն, եթե ոչ տեղահանվածը եւ եթե 40+ ծրագիրը որոշում դադարեցնեն, ապա ծնողներն ինձ պիտի իրանց երեխաներին փոքսը հոգալ ուրախում վեր ստեղ էլ կան մամաներ ու երեխաներ եւ կոչում եմ բոլոր նրանց ովքեր վեր մոտը միանան ակցիային Ես նաև մուտիկանամ այլ մամաների եւ իրանց կարծիքներ հրցնիմ, թա ինչի էտին իրանք ստեղ իրանց պայքարը ստեղ ինչի էտի է, աննշին վեր ստեղ միայն արցախցի մամաները չեն, ստեղ նաև հայաստանյան մեր մամաներն ու իրանց փոխորձնը հետ, մամաներից մինինը հետ էլ փորձին խոսին, խնդրում ներկայանալ։ Ես Ստելլան եմ, այդքան էլ հայաստանցի չեմ, պապաս դումացի է, ուղղակի ես Հայաստան եմ ծնվել մեծացել, մեր լեզվով խոսիչ չեմ, մեծ հաշվով բոլորս ենք հայաստանցիներ։ Ես ուզում եմ, որ դուք պատասխանեք, թե ինչու եք այսօր այստեղ ձեր երեխաների հետ միասին։ Պարտքսա, ավել ասել, պարտքսա բոլոր արցախցիների հանդեպ, ես շատ լավ գիտակցում եմ, եթե սոցիալական աջակցություն չլինի, արցախցիները ինչ իրավիճակում կհայտնվեն, մեծամասնությունը։ Իհարկե կա մի 5% երևի, որ կարող են գլուխ խանել, այդ իրանց մասին չենք խոսում, բայց մեծամասնությունը առաջարկում ենք հենց այդ 5%-ի 40+10 դադարեցնել եւ մյուս մարդկանց, ովքեր դեռևս բնակարանային հարցը որոնց չի լուծվել, ամենամինիմալ դրանն է 40+10-ը, որ այս պահին այդ մարդկանց ինչ-որ ձևով օգնում է այս պահին։ Բնականաբար արցախցին ուժեղ է, վաղը մյուս օրը եթե այդ հարցերը, այսպես ասած, նախ Արցախցուն առաջին հերթին ապրումակցելա պետք, հասկանալա պետք, իրավիճակը լրիվ պատկերացնելա պետք, ու այն խտրականությունը, որ հիմա արվում է Արցախցի, հայաստանցի, ու ընդ որում այդ պրոպագանդան լրիվ
իշխանական կողմերից է արվում, բոլորս էլ դա հասկանում ենք, այդ ամեն ինչ առաջին հերթին պետք չի։ Իսկ ինքը Արցախցի շատ ուժեղ է, եթե իրան շանս տրվի, ինքը կարա ապրի ու ինքը այստեղ է իր երկրում ուզում ապրի, Արցախին մոտ լինի ու տենց բոլորս էլ հույս ունենք, որ մի օր Հայաստանը կվերականգնի իր, չգիտեմ, փառքը, իր պատիվը ու այս կոպիտ ասած կզած վիճակից մի օր դուրս կգանք։ Ու դրա համար այո, արցախցին մեզ այսօր հացի ու ջրի պես պետք է։ Ավելի շատ արցախցին մեզ է պետք Հայաստանում բնակվողներին, քան թե հենց, չգիտեմ, պոտենցիալը ինչ որ ուրիշ երկրում մսվելու։ Այդ ուժը մենք պետք է մեր մոտ օգտագործենք ամեն ձևով։ Նշենք վեր 40+10-ի մեր պահանջը նշանակում չի վեր արցախցին ուզում է տարիների վեր 40+10 ստանա, արցախցին պարզապես ասում է լուծեք բնակարանային հարցը, այս պահի դրությամբ հազարավոր մարդիկ պարզապես շահառուչ են, եթե 30,000 ընտանիքի օրինակավյոն եւ ընդամենը 52 ընտանիքա կրեցալ իրացնե սերտիֆիկատն են, դուք պատկերացրեցիք ինչ վիճակ է, մեր նպատակը բնակարանը Այս պահի դրությամբ քայլերթավ ակցիան ավարտալ կառավարական ամառանոցի մոտ ու քայլերթավ քինամանք դեպի օպերա, շտեպեր տեղակայված արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբը, նշենք թե ճանապարհին մեր իրազեկման ակցիային մեկու մեջ նաև խոչընդոտելիս էլ թեև մի քիչ դժվար է պատկերացնելով ինչա հնարավոր երեխաների ու մայրերի փորձել խոչընդոտել, բայց ամեն դեպքում լուրջ ինչ-որ բայց ասել էր ոստիկանների կողմից չի խոչընդոտ ոստիկանները մեր անվտանգությունը լավագույնս պահպանան ամառանոցում, մենք քայլերթի ընթացքում էլ շատ մարդկանց ուշադրությունն ընկրավա մեր պաստառներ ավելուսոնի շատ շատերը կքինան, կշարունակի լրատվականներում եւ այլն հասկանալ բարես կանայք ու երեխաները ինչ նպատակ ավնքայնում այս տակ օրավը շնորհակալություն բոլոր նրանց ով մտնահետ են եւ կիսում են մեր մտահոգությունները, մեր կարիքներից, մեր նպատակը մինն է, որպեսզի ապացուցենք մեր 40+10-ը այլընտրանք չունե, այլընտրանքը պարզապես անտունքիներն է եւ կրկնակի գաղթականի կարգավիճակ ձեռք բերելը, վեր արցախցի լոզում չի, արցախցի լոզում չի մնա փողոցում, ոսմա մնա յուրան հայրենիքում եւ պայքարե յուրան վերադարձի, հավաքական վերադարձի իրավունքի։